Հաշվի առնելով խոսքի ազատության կարևորությունը, հնարավոր է վերանայվի նրանց նկատմամբ կայացած որոշումը եւ Սոնա Գրիգորյանն ու Քնար Մանուկյանը հավատարմագրվեն կրկին ազգային ժողովում հնարավորություն ունենալով իրացնել իրենց մասնագիտական գործունեությունը։ Հավատարմագրման կանոններ գոյություն ունեն, այդ կանոնների շրջանակում ամեն ինչ հնարավոր է, բայց միայն այդ կանոնների շրջանակում։ Ես առիթից օգտվելով բան եմ անում, զգուշացնում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ հավատարմագրումից զրկվել են եւ բոլոր այն մարդկանց, ովքեր կմտածեն, որ իրենք կարող են տենց կներեք այդ բառի համար շուստրություն անեն, հա, падգամավորի իջեցրած բանով թույլտվությամբ մտնեն եւ գործնեությամբ զբաղվեն։ Դա նաեւ անհարգանքաձեր նկատմամբ, այսինքն ինչի դուք կգնաք հավատարմագրվեք կանոնների կենթարկվեք, իրանք կետան մի падգամավոր իրանց թուղթ կտա, իրանք կգան բանը իրանց գործնությունը կանեն կգնա։ Պատգամավոր այդ պահին գտնվում էր հանձնաժողովում եւ դա թեկուզ падգամավորի ամբողջ խմբակցությունը գտնվեր։ Օրենքով գրած է, իրավունք չունի ներս լինի այդ մարդը։ Չեն հասցրել Հայկ Կոնջորյանին հարցով։ Լսեք, հարգելիս անարդար մոտեցումը թող դիմեն դատան, ինչ աշխատ չեն ասել։ Նախ իրանք իրավունք չունեն այդտեղ Հայկ Կոնջորյանին դիմեին։ Նախ սկսենք դրանից, որ իրանք իրավունք չունեն։ Հիմա բայց իրենք ասում են ԱԱԾ աշխատակիցները դարձել են տվել, մեկ այդօր է։ Լսեք, ԱԱԾ աշխատակիցները ուղեկցի ՊՊՑ աշխատակիցները ուղեկցեն, չուղեկցեն, իրանք լրատվական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն այդ տարածքում, հարգելիս։ Դու էլ գիտես, որ չունեն այդտեղ։ Նույնը հանձնաժողովի սենյակը Գեգամ Մանուկյանն այնտեղ է։ Ես ուրախ եմ, որ Գեգամ Մանուկյանն այնտեղ էր։ Գեգամ Մանուկյանն էլ զգուշացվել, որ խնդրի իրանց դուրս գան, որտեղ իրանք իրավունք չունեն այդտեղ գտնվեն։ Կրկնում եմ, ով ուզում է այդտեղ լինի, քաղաքացիները չեն կարող այնտեղ կոնկրետ օրենքը սահմանում է, բացեք կարդացեք։ Բայց եթե ՊՊՑ աշխատակից ասել է, որ կարող է գտնվել։ ՊՊՑ աշխատակիցը չի ասել, որ կարող է։ Ըստ իրենց ասել է, որ չի ասել, ՊՊՑ աշխատակիցը չի կարող, ՊՊՑ աշխատակիցը չի կարող ասել, որ ինքը կարա գնա հանձնաժողովի նիստին մասնակցի, թե չմասնակցի։ Կոնջորյանի, երբ որ հարց է տվել։ Հարգելիս, ուրեմն կրկնում եմ, գործունեություն ծավալել որևիցե վայրում եւ գտնվել ենք տարբեր բան, ինքը չի կարող գործունեություն ծավալել։ Լրագրողը կարող է գալ որպես քաղաքացի մտնել падգամավորի սենյակ, հետը զրուցել, բայց երբ որ լրագրողը միջանցքով, որով որ գնում է, հասնում է падգամավորի մոտ, մոտենում է ինձ հարց է տալիս, դա արդեն գործունեություն ծավալել է։ Տարբերություն է։ Բայց կարող են նկատողություն տալ, ոչ թե ուղղակի հավատարմագրություն։ Իսկ կարող էին իրանք դա բան, իսկ կարող էին դա չանել։ Ումից վրեժխնդրություն։ Մի գերագնահատեք լրագրողների աշխատանքը։ Մի թերագնահատեք, բայց մեր ասենց ասեմ, այդ թվում նաև ձեր, մի գերագնահատեք ձեր աշխատանքը։ Ես նորից եմ ասում, ես մարդ եմ ման գալիս, խմբագիր, ձեր խմբագիրներին եմ ման գալիս, ու ձեր չէ, բառացի, Հայլակ ջան, քո հետ կապված մենք առանձին կզրուցենք։ Բանը, ես մարդ եմ ման գալիս, ասում եկեք գնանք կամ ձեր եթեր TV5-ում խի մի հատ տաղավար չկազմեցիք, կանչեիք այդ հայտնի ամենա բաներին, այդ հարցազրույցը դրա մասին առանձին, ամենա խմբագիրներին, դուք էլ ձեր TV5-ի խմբագրին, չգիտեմ ով կա, այնտեղ կանչեք, Ալեն Սիմոնյանին, մենք ենք ընտրում ում հարցազրույց տանք, ում չտանք, բայց խոսքի ազատության մասին խոսելիս հիշեք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ անդիմադիր անվանող իրենց խմբագիրներ, որոնք իրականում պրոպագանդիստներ են եւ կոնկրետ շահ են սպասարկում, ման է գալիս ուղիղ եթերով, իրենց ման է գալիս, իսկ իրանք մենակ հաճո մարդիկ են, էլի, որ իրանք ասեն, այ տեսնում եք Փաշինյանն ինչա, այո, սա անտանելի է, ու sense գլխով իրար տնտմբացնում։ Ժանկալություն։ Բայց վերջացնենք։ Փողոցի դիմադիր քաղաքապետ Աբշանյանը եւս ներկայացրեց։ Այո։ Ես լավ անձնական հարաբերություններ ունեմ իր քաղաքական բանը, իր քաղաքական հայացքները ինձ չի վերաբերվում եւ ես չեմ մտնում դրա մեջ, երբ որ խոսքը գնում է իմ անձնական միջոցառման մասին։ Իմ անձնական միջոցառմանը ես հրավիրում եմ այդ մարդկանց ու հետ լավ հարաբերություններ ունեմ։ Իդեպ մտածում եմ հաջորդ ծննդյան միջոցառման նաեւ ձեզ բոլորիդ հրավիրեմ, եթե կընդունեք իմ հրավերը։ Կընդունեք իմ հրավերը։ Այդ օրը իշխանության եղեք։ Ինչ կապ ունի իշխանությունը, դու մենակ իշխանավորներից ես գնում։ Ասում եմ հələ դուք միջև իշխանության մնացեք, որ հրավերները։ Բայց ինչի պետք է իշխանության մնամ կամ չմնամ, որ դու ինձ ծնունդին գաս Ռզանա ջան։ Ես ծնունդի չեմ ասում, դուք մնացեք դա։ Այ տենց է, էլի շարունակում։